Հետո վերադառնալու եք Հայաստանի հավաքական։ Հավաքական չեմ կարծում, որովհետև պետք է այն մարզավիճակում լինես, որ կարողանաս հավաքականին օգնել։ Ես բայց իմ մաքսիմումը կանեմ, որ ուղղակի ինքս իմ համար իմանամ, որ ես որոշեցի, որ ավարտեմ կարիերաս, այլ ոչ թե վնասվածքի ինձ ստիպեց։ Դրա համար հիմա փորձում եմ վերադառնալ, չեմ կարծում հավաքականում կխաղամ, բայց դեռ բարձրագույն խմբում կարծում կխաղամ։ Դու դարպասապահ ես? Բայց այսօր ինչի՞ ներսում խաղում։ Ասա։ Ձեր կարծիքով կարող է աղջիկները նույնքան հաջողության հասնել, ինչքան որ տղաները։ Կարող են, բայց ոչ տղաների ֆուտբոլի մեջ, այլ հենց կանանց ֆուտբոլի մեջ։ Ինչքան որ տղաները։ Իհարկե, կանանց ֆուտբոլը ուղղակի նոր է զարգանում։ Տղամարդկանց ֆուտբոլը արդեն հարյուրամյակներ կա։ Դրա համար տարբերությունը մեծ է։ Ինչ։ Իսկ ես ինչ անեմ, որպեսզի զարգանա։ Լսես մարզիչիդ, պարապես հավատաս քեզ, չլսես, որ կողքիդ ինչ են խոսում, չլսես, որ ասում են ֆուտբոլը աղջիկա սպորտ չի, տենց բան չկա։ Ուղղակի Լեփլեսում մարզադաշտ 35,000 հանդիսական հրազան մարզադաշտում ամենալավ հիշողություններից, ամենավառ խաղերից մեկն է եղել։ Շատ ափսոս էր, որ պարտվեցինք, բայց կարող էինք այդ օրը նաև մամայիս ծնունդի օրն էր, որ գոլը մտնել ընդհանրապես սուպեր կնել։ Դեպի հենո պաստը։ Մկրատ եք վրացել, բուխով ինչեք ֆե, ինչ էմոցիաներ եք։ Ափսոս եմ, բայց հետո դեռ ժամանակ չկա, մի անգամից ես հիշում եմ բանը, որ խփեցի հելա վերև, չտեսա չմտավ, բան ափսոսում էի, բան յորանա եկել արա գնա ու գլավո յոտու։ Հենց որ պիտի մի անգամից իսկ որտեղ որ պարապում խաղում եք վնասված չեք ստանում։ Հիմա ձեզ ամենավառ օրինակը բերեմ, Գևորգ Ղազարյանին գիտեք։ Առաջ դրանց